Քրիստոս հարյա վիներելոս մեզ ամենքիս մեծ ավետիս անուն հոր և որդվո և հոգվին սրբո ամեն կարվեք նստերի ով ինքն իրեն է խոսում իր համար է փառք փնտրում իսկ ով որ խոսում է նրանից այն փառքից ով իրեն ուղարկեց ուրեմն նրա մեջ սուտ բան չկա և նրա խոսքը ճշմարիտ է այս աշխարհի վրա ժողովուրդ մենք յուրաքանչյուրս խոսում ենք ամեն մեկս մեր փառքը փնտրելու իրականության մեջ այսպես ցանկացած մեկ մարդ որ ծնվում լույս աշխարհ է գալիս արարելու, ստեղծելու, ապրելու այս կյանքը ով ուզում է լինի որևէ մեկին եթե հարցնենք թե դու եկել ես աշխարհ քո հարևանի փառքը փնտրելու թե քո բնականաբար մարդը կասի փառք ինչի պիտի եկել է ինչի համար է հարևանի համար եկել աշխարհ ասենք օրինակ որևէ մեկի եթե ամուսնանում է հարևանի համար չի ամուսնանում ամուսնանում իր համար իր ընտանիքի համար չէ իր փառքի համար իր ընտանիքը շարունակելու համար իր սերունդներն աճացնելու իր սերունդները զարգացնելու համար որևէ մեկ մարդ տղա որ ամուսնացնում է չի ամուսնացնում հարևանին լավություն անելու համար որևէ մեկ մարդ աղջիկ որ ամուսնացնում է չի ամուսնացնում հարևանին լավություն անելու այլ ամուսնացնում է իր ընտանիքի համար իր փառքի համար Եվ այնպես է յուրաքանչյուր մարդ, ով որ այս աշխարհի վրա ապրում է, արարում է, ստեղծում է, խոսում է, գործում է իր փառքը առաջին հերթին առաջ տանելու։ Փառք ասելով շահը, այսպես դիտարկենք։ Փառք շահը։ Առաջին հերթին քո շահն ես հետապնդելու, հետո նոր մնացածին։ Ինչպես ժողովրդական խոսքը ասում է Առաջինը որդուս, հետո նոր որդուս չէ։ Հիմա մենք էլ առաջինը ինքներս մեր մասն ենք, մտածում հետո նոր դիմացում։ Բայց քրիստոնեության, քարոզչության կամ եկեղեցու առաքելությունը այլ է։ Իբրև քրիստոնյա, մենք այլ առաքելություն ենք անում։ Որպես եկեղեցի, քանի որ ինչպես անընդհատ շեշտում ենք եւ ասում ենք, չէ՞, ժողովուրդն է եկեղեցին, Երբ որ գալիս հասնում ես Պավը լավ հիշում եք, ժողովուրդն է եկեղեցին։ Երբ որ պետք է ժողովրդի շահը հետապնդվի, ասում են ժողովուրդն է եկեղեցին։ Բայց երբ որ պետք է իրապես Աստծո շահը հետապնդվի, Աստծո փառքը պետք է խոսվի, այստեղ ժողովուրդ չկա։ Ժողովուրդն ինչ մեղմ է, ժողովուրդ։ Եկեղեցին է մեղավոր, ժողովուրդը չի։ Աստված է մեղավոր։ Քանի որ գիտենք, եկեղեցին ինքը Աստված է։ Ով չգիտի թող իմանա։ Եկեղեցին ինքը Աստված է։ Առաջին հերթին։ Ինչի համար, որովհետև եկեղեցին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Մարմնատյալ մարմինը երկրի վրա։ Իսկ ժողովուրդը հոգևոր մարմինն է։ Ուրեմն եթե չլինի մարմինը հոգիված կարելի է ճաշակել, հոգիված կարելի է զգալ։ Եթե հիմա յուրաքանչյուր մեկս այստեղ նստած է, եթե ես ձեզ մեկ առ մեկ մարմինապես չճանաչեմ, ես ինչ իմանամ ով ես։ Ինչ կանեմ քո մասին խոսեմ։ Օրինակ դուք իմ մասին, եթե որևէ մեկ անգամ 10-3 տարվա հոգևորական եմ այս տարածաշրջանում, քիչ թե շատ ճանաչելի, քիչ թե շատ հասկանալի, ըմբռնելի, քիչ թե շատ իմ առաքելությունն իրականացրել է, քիչ թե շատ մարդիկ ճանաչում են, մարդիկ եկան չեն տեսել, բայց գիտեն։ Ինչի համար, որովհետև դեմարդեմ չեն հանդիպել, չեն առնչվել, բայց նկարներով տեսել են, վիդեոներով տեսել են, չգիտեմ, խոսել են, ասել են նրանց։ Բայց այն մարդիկ են ավելի լավ ճանաչում Տեր Փառենին, ովքեր որ անմիջականորեն շփվել են
անմիջականորեն խոսել են, անմիջականորեն նրա հետ սեղան են նստել, ճանապարհ են գնաց։ Իրենք ավելի լավ կարող են բնութագրել։ Քան թե այն մարդիկ, ովքեր որքանապես չեն տեսել։ Հեսա փաստ է, ուզենք թե չուզենք այսպես է։ Քանի դեռ դու չտեսնես Տեր Փառենին, որտեղից պիտի իմանաս ինքը ով է։ Ինչքան էլ ուզում է անունը գրվի։ Է շատ մարդկանց անուններ կարող են գրվել։ Ամբողջ աշխարհում, ասենք օրինակ, վերցնենք ամբողջ աշխարհում ամենաճանաչված, ասենք, անուններ կան, այդ ամենաճանաչված անուններով մենք մարդկանց բնութագրում ենք նրա մեջ տեսնելով տվյալ մարդու կերպարը։ Ինչպես օրինակ Նարեկին տեսնում ենք, չէ՞ Նարեկի կերպարը։ Երբ որ ասում ենք Նարեկին, ինչի նկատի ունենք առաջին հերթին, երբ որ մեր զավակի վրա դնում ենք Նարեկ անունը, ինչի նկատի ունենք։ Առաջին հերթին ուզում ենք տեսնել նրա մեջ Նարեկ սրբի պատկերը, Գրիգոր Նարեկացու պատկերը, չէ՞ այնտեղից է եկած Նարեկ բառը։ Մինչև այդ մենք Նարեկ չենք ունեցել։ Մեր պատմության մեջ Գրիգոր Նարեկացու անունով է սկսվել ծնվել 12-13-րդ դարաշրջանից Նարեկ անունը մինչև 12-րդ դարաշրջան գոյություն չի ունեցել, չկա ոչ միտեղ Նարեկ։ Հայության մեջ եւ առհասարակ ամբողջ աշխարհում Նարեկ անուն չի եղել։ Գրիգոր Նարեկացիով է Նարեկ անունը լույս աշխարհին։ Ինչպես օրինակ Մարիամ անունը ումով է ծնվել Աստվածամորով, մինչև Աստվածամոր անունը, որ պետք է շոշափվեր հայության մեջ իհարկե, բայց հրեական միջավայրում Մարիամ անունը վաղուց կար, Աբրահամի կողակցի անուններ էր Մարիամ։ Աբրահամի կինը Մարիամ էր իրականության մեջ, հետո որ դառավ ինչ անուն? Սառա։ Ինչի համար դառավ Սառա? Որտեղ ինքը կոչվեց մայրության մայր, ազգի մայր դաս։ Բայց քանի դեռ փարավոնի մոտ պետք է գնային, այն ժամանակ ուրիշ անուն էր։ Ուրեմն ինչև է, Մարիամ անունը մեզ մոտ հայերիս մեջ ձևավորվել է, ծնունդ է առել Մարիամ Աստվածածնով։ Եվ նույնն է ցանկացած մեկ անուն վերածնունդ է առնում ինչ-որ սրբի, ինչ-որ զորավորի, ինչ-որ մեկի անունով։ Եվ նրան ուզում ենք տեսնել այդ մարդուն, երբ որ ծնվում մեծանում է, ուզում ենք նրան բնութագրել, նրան տեսնել հենց այդ սրբի կերպարանքի մեջ։ Բայց երբեմն ստանում ենք այդ հույսը, երբեմն էլ չենք ստանում։ Բայց ամեն դեպքում ասելիքս որն է, որ եթե մենք ուզում ենք իմանալ, թե տվյալ պարակային Նարեկն ով է, Մարիամն ով է, Պողոսն ով է, Պետրոսն ով է, Մարտիրոսն ով է, չգիտեմ, Փառենն ով է, պետք է տեսնենք, շփվենք, ճանաչենք, որ նոր կարողանանք նրա մասին կարծիք կազմել, նոր կարողանանք իմանալ, թե տվյալ մարդը ով է։ Առանց տեսնելու հնարավոր չէ մարդու բնութագրել։ Հետևաբար մենք էլ որպես քրիստոնյա եկեղեցի կամ խոսքս հասցնել Աստծո քրիստոնեական եկեղեցի, որպես մարմնատյալ եկեղեցի, առաջին հերթին պետք է տեսնել մարմնատյալ եկեղեցին, հետո նոր պետք է տեսնել հոգևորը, որտեղ եթե մարմնատյալը չտեսնեք, հոգևորը չեք տեսնել։ Այդպես լինել Քրիստոս ինչի եկավ աշխարհ։ Այնա 5 դարանում Աստված գործում է։ Իմաստը ո՞րն է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու։ Իմաստը ո՞րն է Քրիստոսի մարմին հագնելու։ Ով է Քրիստոս հենց ինքը Աստված, հենց աշխարհի տեզերքի երկրի արարիչն էր, որովհետև Քրիստոսը 1 թվականին չէ որ եղել է, Քրիստոս աշխարհի ստեղծման օրվանից էլ կար, Հայրը Աստված Քրիստոսով է ստեղծել ամբողջ աշխարհը, մարդկությունը, կենդանությունը, բնությունը, տեզերքը, մոլորակները Քրիստոսով է ստեղծել, հասկանալի է, Հայրը խոսքը տվել է, Քրիստոս կատարել է։ Իսկ հայր եւ որդի միևնույն ժամանակ են արարել տեզերքն ու մոլորակներն ու աշխարհն ամեն բան մարդկությանը։ Իզուր չէ ասված, ամեն անգամ անդրադարձ եմ կատարում ես սրա Ծննդոց գրքի առաջին հատվածում։ Երբ որ ասում է գալիս հասնում է արարչագործության 6-րդ օրը, որ պետք է մարդ ստեղծի, մնացած հատվածն ասում է Աստված ասաց եւ եղավ։ Աստված ասաց, տեսա որ լավ է եւ եղավ։
Բայց գալիս հասնում է մարդ ստեղծելուն, Աստված ինչ է ասում։ Եկեք մարդ ստեղծենք մեր կերպարանքով։ Աստված ում հետ է խոսում։ Եթե Աստված մեկն է, մենակ Հայր Աստված է, եթե մեր պատկերացմամբ, կամ Եհովայի վկաների պատկերացմամբ, կամ մուսուլմանների պատկերացմամբ, կամ հրեաների պատկերացմամբ, եթե Աստված միայն Հայրն է, Աստված ում հետ է խոսում, ում է ասում, եկեք մեր կերպարանքով մարդ ստեղծենք։ Ուրեմն նշանակում է, որ իր կողքը մեկը կար, ով որ նույն կերպարանքն ուներ, իր կերպարանքն ուներ։ Եթե նույն կերպարանքը չլիներ, չէր կարող ասել։ Հիմա ես չեմ կարող Համլետին ասեմ, թե գիտես ինչ Համլետ, արի մեր կերպարանքով ռոբոտ ստեղծենք։ Իր կերպարանքը ուրիշ է, իմը ուրիշ է։ Բնականաբար իր կերպարանքով դիլինի իմ կերպարանքը։ Այսինքն մենք մի մարդ չենք, մարդ ենք, բայց նման չենք։ Իսկ եթե ասում եմ մեր կերպարանքով մարդ ստեղծենք, ուրեմն նշանակում է, թե երկուսի փառքը հավասար է, հոր եւ որդու փառքը հավասար է, հոր եւ որդու կերպարանքը հավասար է, հոր եւ որդու կյանքն ու կենսագրությունը հավասար է, կամքը հավասար է։ Հայրը ասեց նույն բանն է, ոնց որ որդին ասեց։ Որդին ասեց նույն բանն է, ոնց որ հայրը ասեց։ Իսկ մեկը մեկի փառքն է հնրում։ Դրա համար, երբ որ Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ մարդու մարմին առնելու, հագնելու, մեր մարմինով առաջնորդվեց եւ ճանաչելի դարձավ աշխարհին մեր մարմինը հագած։ Ինքը ճանաչելի չդարձավ միանգամից հոգով, հոգով արդեն ճանաչելի է ինքը տակարանը, ով ճանաչեց, հեշտ չճանաչեց։ Քրիստոս եկավ աշխարհ քարոզելու հրեա ժողովուրդը կամ առհասարակ նրանք ովքեր որ գիտեին, կարդացել էին Սուրբ Գիրքը, ինչպես այսօր ընթերցվածքի մեջ է ասում։ Գիտեցել էին, կարդացել էին Սուրբ Գիրքը, բայց չէին պատկերացնում, որ իր մասին է խոսքը։ Դրա համար Քրիստոս դիցու դիտավորյալ մարմին հագավ, որպեսզի սկզբում մարդը ճանաչի մարմնավոր եկեղեցին, հետո նոր ճանաչի հոգևոր եկեղեցին։ Առանց մարմնավորի հոգևորը անճանաչելի։ Հետևաբար, եթե դու չես հարգում եկեղեցական կառույցը, հիմքը, ինստիտուցիոնալ կառույցը, նրա ամբողջ կարգով, կանոնով, օրենքով ու արտաբերությամբ, ուրեմն դու չես կարող հարգել հոգևոր եկեղեցին։ Այսինքն կնշանակի, թե դու փառքն ես փնտրում, եթե դու խոսում ես մի սրբության մասին, մի բանի մասին ես խոսում, որը կապ չունի մարմնի հետ, ուրեմն նշանակում է դու փառքն ես փնտրում։ Գամ հասցեմ ամենապարզ կետին, եթե ես ինքս խոսում եմ մի բանի մասին եմ խոսում, որը տեսանելի է, բայց այդ տեսանելիից բացարձակ ոչինչ չեմ խոսում, այլ խոսում եմ անտեսանելի, ուրեմն նշանակում է ես ինքս ինձանից եմ ինչ-որ բան բորինում։ Ոնց որ հիմա խաչը իմ ձեռքում է, կամ խաչիկավորի ձեռքի խաչը։ Ես խոսեմ խաչից, ասեմ, գիտեք ժողովուրդ, խաչը ունի 6 թև։ Ուրեմն 6 թևը բնութագրում է աշխարհի 6 պայծամակները։ Բայց նայեք 6 թև է խաչը։ Քանի թև ունի։ 4 թև ունի։ Բայց ես 6 թևից եմ խոսում։ Գիտեք ինչ, խաչի վրա այսպիսի բան կա, խաչի վրա այնպիսի բան կա։ Ես սկսեմ հորինել խաչի մասին այլ բաներ հորինել, այս տեսնում ես, գիտես, տեսանելի դաշտով, տեսնում ես, որ խաչը ինչ բնութագիր ունի, ինչ կերպարանք ունի, հավերժության նշան ունի։ Դու չես կամնի ասի, այլ մարդ սուտ ես խոսում, չես խոսում, չես քեզ ես դուրս տալու։ Քո բնութագրածը այդ խաչը չէ։ Հիմա մեր ժողովուրդը այս թմբիրի մեջ, իրականության մեջ մեր քրիստոնյա ժողովուրդը այս խաբեության մեջ է, ինքնախաբեության մեջ է։ Որովհետև ինչպես ասում է Հովհաննես Ավետարանը, հաղորդակից չենք Տիրոջը, քայլում ենք խավարի ճանապարհով։
Իսկ եթե հաղորդակից չենք Տիրոջը քայլում ենք խավարի ճանապարհով, ուրեմն Տիրոջը չենք ճանաչում, ճշմարտությունը չենք ընդունում, խաբում ենք ինքներս մեզ Աստծուն, որտեղ մենք խոսում ենք ոչ թե կոնկրետ մի էակի մասին, Աստծո մասին ենք մենք խոսում, այլ մենք խոսում ենք ինքներս մեր մասին, մեր փառքն ենք հետը պնդում, մեր փառքի մասին, մեր զորության մասին։ Դրա համար դարեր շարունակ մեր եկեղեցու հայրերը, մեր սրբերը, մեր վարդապետները անընդհատ քնած թե արտում խոսել են Աստծո փառքի մասին։ Աստծո փառքի միակ նշանը, Աստծո փառքի միակ բնութագրող նշանը, Աստծուն բնութագրող միակ ուղի, միակ ճանապարհը, որով դու կարող ես Աստծուն ճանաչել, կարող ես հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոս, ինչի եկավ աշխարհ, ինչի չարչարվեց, ինչ տեղի ունեցավ նրա վարդապետության ճանապարհով, մեր եկեղեցու սրբերն ու հայրերն վարդապետները սկսած Աստվածաշնչից, առաքելական ժամանակաշրջաններից խոսել են ինչի մասին, խաչի մասին։ Ուրեմն մեր փառքը քրիստոնեության խաչն է, եւ ճանապարհ է, եւ ճշմարտություն է, եւ կյանք է։ Դրա համար այսօր մենք տոնում ենք խաչի Երևան տոնը։ Ի նշան այն պատմության, հետևողության, որ 351 թվականի մայիսի 7-ին, 351 թվականի մայիսի 7-ին, Գողգոթայից մինչև Ձիթենյացներ Տիրոջ լույսը ճառագեց, բայց ինչի համար ճառագեց, Տիրոջ փառքը, ասում է, վերևից իջավ ժողովրդի վրա եւ ցույց տվեց ճշմարիտ ուղին, որ անսասան, անհոգոտ մնան իրենց հավատքի մեջ, չտատանվեն իրենց հավատքի մեջ։ Եվ այդ ժամանակվա հայրապետը, Գյուլեր Երուսաղեմեցի հայրապետը, երբ որ դիմում է Կայսերի Կոստանդիանոս թագավորին, ասում է. զգույշ եղիր մոլորվածություններից, մոլորություն քարոզողներից, դատարկապորտներից, իրենց փառքը փնտրողներից զգույշ եղիր, քո 4 բոլորը այն մարդիկ են համախմբած եւ քեզ մոլորեցրել են, դու ժողովրդին ես մոլորեցնում։ Այն մարդիկ են, ովքեր որ դատարկապորտ են, դատարկախոս են, պորոտախոս են, իրենց փառքի մասին են խոսում, իրենց անձի մասին են խոսում, իրենց շահի մասին են խոսում, եւ դու եք թերվել ես այդ շահով եւ դրանով ճշմարտությունից հեռանում ես։ Իսկ Աստված ճշմարտության ճանապարհը երկրքում ցույց տվեց, թե որն է։ Միակ ճշմարիտ ճանապարհը խաչն է։ Դեպի Աստված ուղեկցող միակ ճանապարհը խաչն է։ Ինչու համար ենք մենք օրինակ մեր եկեղեցիների գմբեթների վրա խաչ կանգնեցնում, մատուրների վրա խաչ կանգնեցնում։ Ինչի համար ճանապարհ գնալիս որևէ մեկ տեղից որ ասում եք սրբավայրը մեր վրա խաչ ենք անում, մեր պարանոցից խաչ ենք կախում։ Եվ առհասարակ ամեն քայլափոխին մեզ համար կարևորագույն նշան է խաչը։ Յուղերի սկզբում խաչ են կանգնեցնում, բնումների վրա խաչ են կանգնեցնում, չգիտեմ, սահմանների խաչ են կանգնեցնում։ Ամենաառաջինը բան, որ մենք անում ենք, մեր քրիստոնեության առաջին քայլը, որ մենք անում ենք, ապացուցելու համար մեր հավատքը, կամ խաչքար են կանգնեցնում, կամ խաչ են կանգնեցնում։ Ուրիշ բան չեն կանգնեցնում։ Ինչի համար, որովհետև մենք մեր հավատքն ենք դրանով ցույց տալիս, մենք մեր ճշմարտությունն ենք ցույց տալիս, ճշմարիտ հավատքի դրսևորման ձևն ենք ցույց տալիս։ Այն ուղին, այն ճանապարհը, որը տանում է դեպի Աստված, որովհետև մենք նախ խաչի ճանապարհով է, որ մարդը կարող է հասնել Աստծուն, դատարկապորտությամբ, դատարկախոսությամբ մարդը չի կարող հասնել Աստծուն։ Դու չես կարող դատարկ կանգնել ասել. Հիսուս, փառք Հիսուսին, հալելույա, ասես ու հասար Հիսուսին։ Չես հասնի դրանով Հիսուսը։ Մինչև խաչի ճանապարհը չհասնես, եթե դու խաչը չպաշտես, խաչը չգիտակցես ինչ է քեզ համար, խաչը որպես ճշմարտություն քեզ համար չընդունես, եւ խաչի ճանապարհով չընտանաս, որն է խաչի ճանապարհը, տառապանքը, տանջանքը, փորձությունը, խաչի ճանապարհը խաղաղության ճանապարհը չէ միայն։ Խաղաղության ճանապարհը վերջնակետն է։ Խաղաղության դուռը հասնելը վերջնակետն է։ Բայց մենք իբրև խաչապարտ ազգ
որպես քրիստոնյա ազգ, մենք այս երկրի վրա օրինակ փնտրում ենք խաղաղություն։ Ուր է խաղաղություն։ Այս երկրի վրա երբեք խաղաղություն չկա, մի փնտրենք։ Այս երկրի վրա միայն տառապանքի ճանապարհ է, ով չի տառապում եւ ով խաչի ճանապարհով չի հասնում, վերջնակետին հասնելու օրը խաղաղություն չի գտնի, որովհետեւ խաղաղությունը վերջնակետի օրն է, հիմի չէ։ Այս երկրի վրա ինչքան Աստված քեզ կյանք է տվել, այդ ապրած կյանքը խաղաղության մեջ չպետք է ապրես։ Դա ինքնախապեյություն է, նշանակում է թե մենք մեր փառքն ենք մնում, որը այդպես էլ չեն գտնելու, որտեղ կտեսնենք, մեր տարիները կանցնեն, օրերը կանցնեն, կծերանան, կմեռնեն, կգնանք, եւ միշտ ուղարկավորությունների ընթացքում ես այդ խոսքը բարձրացնում եմ մեր ռեպտներում եւ ասում եմ, ժողովուրդը հետ հայացքցեք, տեսեք, այս սահկյանքը խաղաղություն փնտրեցի, գնաք այդ խաղաղություն։ Ամբողջ կյանքերդ ներդրեցիք, ջանք թափեցիք, առողջություն փնտրելու, գնաք այդ առողջություն, առողջ եք։ Այդպես մարդ ասեք, որ ինքը առողջ է կատարում։ Այդպես մարդ ասեք, որ ամբողջ կյանքի ընթացքում առողջ ապրել է, խաղաղ ապրել է, ոչ մի հոգս, ոչ մի դարդ, ոչ մի ցավ, ոչ մի վիշտ, ոչ մի մտածում չի ունեցել։ Ծնված օրվանից առողջ ապրել է անհոգ, մինչև կյանքի վերջը պես ապրել։ Այդպես մարդ կա այս երկրի վրա, չկա եւ չի կարող լինել։ Ուրեմն մի փնտրեք այդ խաղաղությունը երկրի վրա։ Մի փնտրեք հանգստություն երկրի վրա, երկրի վրա քրիստոնյան երկրի վրա, քրիստոնյան երկրի վրա իրավունք չունի խաղաղություն փնտրել։ Քրիստոնյան երկրի վրա անհանգստություն ունի փնտրել։ Ինչքան անհանգիստ, այնքան հոգիդ մահ։ Ինչքան մարմնով հանգիստ, այնքան հոգիդ բախտուր։ Մարմինը պետք է անընդհատ տագնապի, որ հոգին մահ։ Պատկերացրեք, երբ որ մարդ կա նստած տեղը հարստանում է, նստած տեղը անվայելուչ կյանքի մեջ է, իր քրդինքով չէ իր հացը վաստակի կա, հանգիստ փորով է հացում, չէ, հանգիստ չի, ինքը վախի մեջ է, ինքը տագնապի մեջ է, հələ գնացեք տեսեք, այդպիսի մարդիկ իրանց դրսի դռները 666 կողբենքով են փակել, 400 ռեշոտկա է ամեն մեկի տպագանների վրա, իսկ է մարդու, որ քրդինքով է հացը վաստակում, ընդամենը միակ փագան է իր դռան վրա, ուրիշ հեշտակ չունի, միակ փագան, փչես է թուրքը բացվում, բայց ոչինչ չի վախենում։ Ինչի համար, որտեղ իր մարմինը տառապ է, պրծել է, ինքը տառապելու, բան չունի, իր հոգին հանգիստ։ Ինչ ունի վախենալ, ոչ մի։ Ուրեմն քրիստոնեությունը այս ճանապարհն է մեզ ցույց տալիս, Աստված այս ճանապարհն, այս փառքի ճանապարհն է մեզ ցույց տալիս, ասում է խաչի ճանապարհը հենց այդ ճանապարհն է։ Եթե գնաս այդ խաչի ճանապարհով, այո, մարմինը կդքնի, մարմինը կչարչարվի, կմտահոգվես, կծերանաս, հասկանալի է, բայց վերջը հոգին հանգիստ է, որտեղ կարևորը հոգիդ է, ոչ թե մարմինը, ինչ հոգուտ ասում է Պողոս Արաքյանը ամբողջ աշխարհը շահես, միևնույն է, քո մարմինը կորցնելու ես, հողես ու հողի միդարես, է որ հոգուտ հեշտան չես տվել, վաղը չկիսոր ինչ ես քավելու, ինչ ես ստանալու, մարմին դե ժամանակավոր, հոգիդ հավիտենական է, մարմինը 50 տարի ապրավ, 60 տարի ապրավ, առողջ խապեյության մեջ ապրեցիր։ Ինքնախապեյությամբ ապրեցիր։ Խապեցիր թե 4 բոլորը խաղաղ է, խապեցիր 4 բոլորը լավ է, ուրախ է, զվարթ ես եւ այլն։ Ինքնուրույն քո փառքը փնտրելով մի հատ տեսադարձ ստեղծեցի, որ գոյություն չունի իրականության մեջ։ Այդ 40 տարի պես առողջ ապրեցի, 50 տարի ապրեցի, 100 տարի ապրեցի։ Վերջը, մերար գնացի, բա հոգուտ ինչ ես տանում։ Այդ մարմինը փտելու է գնա, այդ խաղաղ չագետավոր լինի, խաղաղ լավ կյանք ապրած մարմինը, փտած ոսկոր է դառնալու հողի տակ։ Հոգիդ գնալու է դեռ տառապի։ Որովհետև հոգիդ ուր հավիտյան է տառապել, եթե տառապեց, ուր հավիտյան է տառապել։ Բայց լավ չէ, որ 40 տարի, 50 տարի կամ 100 տարի երկրի վրա ապրես մարմնով թեկուզ տկնես, անսենց խաչի ճանապարհը, բայց հուր հավիտյան հոգի խաղաղություն է։ Ոչ թե 50 տարի լավ ապրես, հուր հավիտյան տառապես։
Հակառակը լավ չէ։ Լավ չէ, որ 50 տարի լավ է, չարչրվել, դրանից հետո խաղաղ։ Այս սա է ճշմարտությունը։ Երբ որ չաշխատես տունդ ոնց պիտի պահես։ Ոնց որ ասես տունս պահեմ հետո դու աշխատեմ։ Հնարավոր բան է։ Քանի դեռ չես ծնվել, ոնց կարող ես ծնունդդ նշել։ Քանի դեռ չես մեռել, ոնց կարող ես մարդու մեռած համարել, չէ՞։ Էնպես է կյանքն է։ Պիտի տաճվես, պիտի տկնես, որ հետո վայելես։ Իսկ այսօր մեր ժողովուրդը չի ուզում տկնի։ Չի ուզում ասել խաչի ճանապարհը, մի հատ է մերժում ենք խաչը։ Ինչի համար, որովհետև դա լույս է։ Եվ ասում է Հովհաննես Ավետարանը, չէ, Աստված լույս է։ Իսկ ով որ ուզում է Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնել, ուզի չուզի այդ ճանապարհն է, միակ ճանապարհը։ Այդ չարի ճանապարհը լիքն եկան կա։ Հարյուրավոր լեն դռներ կան։ Դադարություն է, գնացեք մտեք։ Աստծո ճանապարհը մեկն է, այս ճանապարհը։ Կանցես այս ճանապարհով, կհաղթես չարին, որ ամեն օր պատերազմի մեջ ես դրա հետ։ Չես անցնի այս ճանապարհով, կյանքդ գուցե թվացյալ հեշտ կթվա, բայց դրանից հետո երկինք չես մտնում։ Մենք քեզ համար ավելի լավ չէ, այստեղ մի քիչ խաչի ճանապարհով նեղություն կրես, բայց հոգիդ խաղաղ երկինք մտնի, Աստծո փառքը վայելես։ Քրիստոնյան իրավունք չունի հակառակը մտածելու։ Քրիստոնյան վերջը քրիստոնյա բառը պատկերացրեք, ուրիշ անգամներ եղել ասում, չէ՞, որտեղից է գալիս քրիստոնյա բառը։ Խաչից։ Քրիստոնյան հենց խաչ բառից է գալիս։ Թարգմանեք կտեսնեք։ Ուրեմն խաչյալի հետևորդներ է նշանակում քրիստոնյա, խաչյալի հետևորդներ։ Չի ասում խաղաղության հետևորդներ, չի ասում թիկունքի պարգածի հետևորդներ, աթոռի վրա պատժվածի հետևորդներ։ Այլ ասում է խաչյալի հետևորդներ։ Ուրեմն մենք քրիստոնյաներս խաչյալի հետևորդներ ենք, հետևաբար պետք է ասենք այդ խաչի ճանապարհը, մեծ մենակ այդ ուղին է տված։ Այդ ուղուց դուրս եկանք, կշեղվենք, գտնենք մոլորության մեջ, հետո դրանց տակից չենք կարող դուրս գալ։ Օրերից մեկ օր քաղելու ենք դրա պտուղները։ Այս երկրի վրա չքաղեցինք, երկրում կքաղենք։ Բայց այս երկրից էլ քաղում ենք, այնպես չէ որ չենք քաղում։ Մեր ընտանիքների դժվարությունները, դժբախտությունները, անախորժությունները, վեճերը, ծես կրտուկի իրար չհասկանալ, այ դրա հետևանքն է։ Որտեղ մենք մեր մարմնի նոր նեղություն չենք տվել, մի քիչ նեղություն չենք տալիս, էլ մեզ մի քիչ զոր չենք տալիս երբեմն մեր տան մեջ, ինչ որ մի քայլ անելու։ Ավելի լավ է լեզվներից տանք։ Լեզվների տալ ավելի լավ է, քան թե մարմնի նեղություն տալ։ Զենք ավելի լավ չէ, գերնես մի քիչ մարմնիդ նեղություն տաս, այդ գործը կատարես, քան թե լեզվիդ տաս, հետո պատերազմ կարգես տան մեջ։ Դες լավ չէ։ Ասում է 1000 անգամ մոլլային աղոթելու մի անգամ ասում աղոթենք։ 1000 անգամ լեզվո կռիվ տալու տեղը, էլի այդ գործը անել։ Մեկից ասենք օրինակ մի բաժակ ջուր պիտի ուզես, մինչև բերի քթե բերի, ավելի լավ չէ, ձեռը ոտ ունես, ելի ջուր վերցրակամի, որևէ մեկի մունատին էլ մի ջուր, որ հետո էլ պատճառ չդառնա կռվի պատերազմի թամբար էր, ծույլ էր, տեղի չելավ, այսպես է, ապպես բոլորիս մոտ է եղել է հաստատ գիտի, բոլորիս ընտանիքներում կա, երբեմն զուրկություն, երբեմն թամբալություն, երբեմն չենք ուզում ինչ-որ բան անել, բայց խոսալը ավելի լավ է ստացվում։ Մեր ժամ կարա խոսանք բացադրենք ինչն համար, այմերդ մեր ժամը բացադրելու տեղը երկու քայլ է, ելի գնա այդ բանը կարա բրցի։ Բեր այդ խոսակցությունը մի բիշ, ոչ էլ կռիվ ու պատերազմելու կամ անախորժությունների մեջ հայտնի։ Ինչի համար, ելի կամ ասեմ իմ վերջնակետի խոսքին, որովհետև մենք չենք սիրում անցնել խաչի ճանապարհով։ Բայց քրիստոնյան պիտի անցնի խաչի ճանապարհով, այսինքն պետք է փնտրի ոչ թե իր փառքը, այլ պետք է փնտրի Աստծո փառքը, իսկ Աստծո փառքը խաչն է։ Միակ ճանապարհը սա է, որովհետեւ դրսում, ներսում, որտեղ էլ որ լինես, օրերից մեկ օր քո
ճշմարտությունը ճանաչելի դառնա։ Եկ Քրիստոսի խոսքը դեր ոչ ոք չեր ընդունում, չէ՞, ասում էի, այս մարդը ասում է բան է, ոչ սովորել է, ոչ գիրք է բացել, ոչ կարդացել, որտեղից գիտի սրան ասում։ Ասում է, եթե դուք այդքան խելաց մարդիկ եք Հիսուս Քրիստոսի ասում, այդքան կարդացած մարդիկ եք, լավ, ես չէի կարդացել, դեբիլ էի, բան չգիտեի։ Դուք եք կարդացել եք, իմ խոսածածների մեջ կա ինչ-որ մի բան որ սուրբ գրքից դուրս է։ Շշման զայում են դեպքին։ Գիտեմ որ չկա, այն արդես մարդ խոսում է բառ, կետարկեր սուրբ գրքից։ Բայց ինքը չի սովորել, որտեղից է խոսում։ Այսպես էլ հիմա է, երբ որ դու խոսում ես Աստծո փառքից, մարդկանց մոտ տարօրինակություն է առաջանում, գրգռվում են մարդիկ, կատաղում են, չեն կարողանում են։ Ինչի համար, որովհետև սուրբ գիրքը Աստծո խոսքը ընդհանրապես բացահայտում է մարդու մեջ, բացահայտում է մեղքը, բացահայտում է հիվանդությունը, հոգևոր հիվանդությունն է բացահայտում։ Իսկ դա իրար ձեռ չկա։ Դրա համար ինքը սուրբ գիրք առաջ չկարդա, դրա համար ինքը քրիստոնեական վարդապետությունները չընդունի, եկեղեցու խորհուրդները չընդունի, խոսքերը չընդունի։ Իրան լավ է, իրան ձեռք է տալու, որ խավարի մեջ մնա։ Լույսը իրան պետք չէ, լույսը որ բացվավ իր վրա, իր մեղքերը սխկել են։ Դրա համար ինքը ուզում է որ փակ լինի իրան։ Դրա համար երբ որ խաչից խոսում ես, դիվահարվում է։ Երբ որ Աստծո փառքից խոսում ես, դիվահարվում ես, ասում է քեզ մեղավոր համարել։ Եկեղեցու վարդապետությունից խոսում ես, ասում է ձեր հորինածն է, դուք եք հորինել։ Եկեղեցու կանոնադրությունից խոսում ես, դի փոխենք։ Գուցե ճշմարիտը չէ։ Աստվածաշունչից խոսում է, ասում է, ինչ իմանանք այդ Աստվածաշունչի գրածները ով է գրել։ Մարդ է գրողը, ինչից խոսում ես հատարակում, ինչից խոսում, ինչի համար, որտեղ դիվահարվում ենք, որտեղ մեր մեջ այնքան ծանր մեղքեր կա, որ դիվահարվում ենք, չենք կարողանում ճշմարտություն ընդունել, ինչպես որ Հովհաննես ավետարանը նշում է, լույսի փոխարեն խավարի մեջ ենք, բայց ասում ենք հաղորդակից ենք ասում, մենք հավատում ենք ասում, որ հավատում ես ասում ու հաղորդակից ես, բայց խավարի մեջ ես, երբ որ քեզ քո մոտ խոսում ենք Քրիստոսի վարդապետությունից, Աստվածաշունչից, եկեղեցու խորհուրդներից, նո չպետք է դիվահարվես։ Սիրուն հանգստի տանց։ 10 հոգի մարդեր լինեն նստած, երբ որ խոսում են, տեղ կա որ գնում են քարոզել։ Դա էլ մեծ մարդ չկա, այդ մի 5 հոգի 10 հոգի մարդ։ Բայց զգում ես ով է դիվահարված ով ոչ։ Ուրեմն նրանց միջից մարդիկ կան, ում որ խոսում ես, ուշադրությամբ լսում ես, կամ ինչ արձանագրում են, քո գրած արձանագրում են։ Հետո մոտենում շնորհակալությունը հայտնում ես չգիտեի նոր իմացը։ Ասում ես, որ մարդու մեջ սեր կա։ Բայց մեկին է տեսնում ես թարախ տեմպով նստած ես։ Նայում է, որ երբ դու խոսքդ վերջացես, հրպով է։ Ու հələ խոսքդ չվերջացած, սկսում է հագարակը։ Տեսնում ես, որ այս մարդու մեջ է տեղ կա։ Որովհետև այդ մարդը չի սիրում, որ իր ճշմարտությունը խոսում ես այդ մասում։ Չի ուզում որ վերհանես ճշմարտությունը, Աստծո փառքը հետապնդել, այս մարդը ուզում է որ իր փառքը հետապնդի։ Ուրիշ բան է, երբ դե նստես այդ մարդուն ասես, վայ գիտես շքոր լավն է, շատ լավն է։ Ես քեզ սիրում եմ, ես քեզ պաշտում եմ։ Շնորհակալ եմ, Տեր ջան, շնորհակալ եմ։ Բայց որ ասես գիտես, լավ չէ որ ասենք, ես ինչ մարդ, ես ինչ քայլ ես անում։ Իսկ բարի մարդու, լուսավոր մարդու, խաչի ճանապարհով անցած մարդու, ինչքան լսում ես ասա, որ գիտես ինչ, քույրի, եղբայրի, այս ինչ բանը ճիշտ չէ, այսպես չի, հա, վայ, կներես, չէ, չգիտի, այդ սրանց հետո կա, զգում ես ու մարդու հետ սեր կա, այս սա է, զգում ես ով է անցել խաչի ճանապարհով, իսկ ով է անցել ինքն իր փառքի ճանապարհով։ Եթե ուզում եք տարբերեք, այսպես տարբերեք ձեր հարազատներին, բարեկամներին, քննեք տեսնեք, ով է ճշմարիտ քրիստոնյա, ով ոչ, խոսքով մի հավատացեք, ասում է ուղիղ դատաստանեք, խոսքին գերիմիկ դարձեք։ Մարդիկ կարող են խոսել սրբությունից, փառքից, սաղմոսներով խոսեն, չգիտես ինչերով խոսեն, Հիսուսից խոսեն, կեղծ շփտան, բայց որ հենց սկսում ես խոսել ճշմարիտ վարդապետությունից, մարդը դիվահարվում է, խոսես խաչից, մարդը դիվահարվում է։ Ու դրա համար այսօրվա մեր տոնը Երևան Սուրբ Խաչի տոնը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է Տիրոջ փառքի ճանապարհը որը ինչպես հասնել Տիրոջը, ինչպես անցնել հաղթանակի ճանապարհը։
Ինչպես հաղթել չարին սատանային, որպեսզի վաղը չեմ իսօր գտնես այն իրավ խաղաղությունը, որը որ քեզ բաժին է հասած, ամեն մեկի բաժին է հասած Աստծո կողմից, բայց ոչ թե այդ ժամանակ պիտի փնտրես քո փառքդ, այլ պետք է գնաս Տիրոջ փառքի ճանապարհով, Տիրոջ փառքը փնտրելով։ Իսկ Տիրոջ փառքի ճանապարհը միայն խաչի ճանապարհն է։ Ուրեմն Տիրոջ խաչը միշտ զորավիկ ու պահապան լինի մեր ազգի վրա, մեր սրտերից դաջված լինի, մեր հոգու վրա դաջված լինի եւ Տիրոջից հայցելով իր խաչի զորությունը թող միշտ մեր ընտանիքի պահպան լինի, ընտանիքներին, մեր սրտերին, որպեսզի մեր հավատքն ավելի զորավոր լինի, որպեսզի ավելի ճշմարիտ քրիստոնյա լինենք այս աշխարհի վրա։ Ինչքան որ Աստված մեզ կյանք է տվել։ Այժմ եւ հավիտյանս